Պարտավորված եմ նաև հայտարարել, որ անցած 22-23 տարիներին Սուրիկ Խաչատրյանի մի քանի ծանրագույն հանցագործությունների վերաբերյալ այնուամենայնիվ թեկուզ եւ մեծ դժվարությամբ հարուցվել են քրեական գործեր եւ այդ քրեական գործերը անմիջապես տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության վարույթներ, հայտարարում եմ, որ նման բան տեղի է ունեցել 92 թվականին, 93-ին, 99-ին եւ վերջապես ընդամենը 23-24 օր առաջ հունիսի 1-ի հրեշավոր հանցագործությունից հետո հայտարարում եմ, որ նախկին դեպքերում զինվորական դատախազությանը դարձրել են Սուրիկ Խաչատրյանի ծանրագույն հանցագործությունները խողարկելու միջոց եւ ակնհայտ է, որ այս ծանրագույն հանցագործության պարագայում նույնպես ուզում են զինվորական դատախազությանը դարձնել միջոց։ Պատահական չի, որ այս հանցագործությունից ընդամենը 4-5 օր հետո զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը ելույթ է ունենում ասուլիս է հրավիրում եւ իր ուրեմն կարծիքն է ներկայացնում, հայտարարում է, որ Սուրիկ Խաչատրյանի տան ուղղությամբ ուրեմն հունիսի 1-ի այդ ծանրագույն ոճրագործությունից մի քանի օր հետո զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը հանդես է գալիս հայտարարությամբ եւ ներկայացնում է, որ իրենք համոզված են, որ Սուրիկ Խաչատրյանը դեպքի օրը դեպքի վայրում չի եղել եւ որ մինչ այդ զինված հարձակում է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի տան ուղղությամբ, դա ուղղակիորեն ուղղորդում է քրեական գործի, այդ մասին շատերն են դատապարտող հայտարարություններով հանդես եկել, ստացվում է, որ բացարձակ ոչ մի խոսք չի ասվում, որ նրանք հրավիրվել են, զանգ եղել եւ հրավիրել են, որ դեպքից առաջ ծանրագույն ձևով վիրավորվել է Ավետիք Բուդաղյանի արժանապատվությունը, հարվածել են նրան, որ զանգով հրավիրել են տուն եւ այլն։ Եվ ստացվում է այնպես, որ Սուրիկ Խաչատրյանը Մսրան Մելիքի նման իր տանը քնած է եղել։ Կամ ինչպես Սուրիկ Խաչատրյանն է ասում, ինքը քնել է տուն գալուց մի քանի րոպե հետո, ոչ մի ձայն չի լսել, մի քանի ժամ հետո է արթնացել ընդամենը։ Ընդունում է, որ ուրեմն կինն ու տղաներն են գնացել, ըստ էության ինքն է ուղարկել շատ լավ իմանալով, որ այդ նկարանող սարքերի տիրույթը ինչքան է, որպեսզի ինքը չերևա եւ ցանկացած գործողություն կատարի բոլորովին այլ տեղից։ Ես վստահ եմ, որ անաչառ քննությունը կբացահայտի ամբողջ ճշմարտությունը եւ գոնե մի անգամ Գորիսի հետ կապված Սուրիկ Խաչատրյանի ծանրագույն ոճրագործ ընթացքի հետ կապված զինվորական դատախազությունը կգտնվի իր կոչման բարձրության վրա։ Իսկ կոնկրետ, քանի որ արդեն ուղղորդման նպատակ կա, ես պահանջում եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այդ գործը տեղափոխի քննչական գլխավոր ուրեմն վարչության ծառայության վարույթ։